Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Անկարայում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հակադարձել է կանցլերին Գազայում զոհերի մասին նրա հայտարարության համար։ Մերցը մեղադրել է Համասին, ասելով, որ Իսրայելը ինքնապաշտպանվել է եւ հարկավոր էր ընդամենը մեկ որոշում խուսափել այդքան շատ անիմաստ զոհերից։ Էրդողանը չի համաձայնել Մերցի հայտարարության հետ։ Ցավոք, ես չեմ կարող համաձայնել կանցլերի դիտարկման հետ։ Այս ամբողջ գործընթացում ավելի քան 60,000 երեխա, կին եւ տարեց է սպանվել, իսկ Համասը չունի ռումբեր, չունի միջուկային զենք, այդ զենքերն ամբողջությամբ Իսրայելի ձեռքում են, դրանք գոյություն ունեն եւ Իսրայելն է դրանք օգտագործում, հենց այս գիշեր նա նորից հարվածել է Գազային այդ ռումբերով։ Թուրքիայի ղեկավարը նաեւ հարցրել է կանցլերին. Գերմանիան իրոք չի տեսնում այս ամենը, չեք հետևում այս իրադարձություններին որպես Գերմանիա։ Գազայի վրա հարվածելով, մարդկանց սովի մատնելով, նրանք ձգտում են ոչնչացնել այն։ Դատելով Էրդողանի հայտարարություններից վերլուծաբանները ենթադրում են, որ բարդ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ու Գերմանիայի ղեկավարների միջև։ Անկարա-Բերլին տարաձայնությունները Գազայի հարցում ցույց են տալիս, որ մերձավոր արևելքի ճգնաժամը շարունակում է սրել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև աշխարհի գերտերությունների հարաբերությունները։